Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։ Այսօր խոսելու ենք կիվիի մասին։ Նրա մեկ հատիկն արդեն բավական է վիտամին C-ի օրվա պահանջը լրացնելու համար։ Այն լավացնում է իմունիտետը, օգնում է մարսողությանը շնորհիվ ակտինիդին կոչվող ֆերմենտի, ինչպես նաև նպաստում է մաշկի առողջությանը։ Կիվին պարունակում է շատ մանրաթել և հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը և թարմացնում են մարմինը։ Միաժամանակ կիվիին պետք է մոտենալ զգուշությամբ, եթե մարդն ունի ալերգիա հատկապես լատեքսի, բանանի կամ ավոկադոյի նկատմամբ, քանի որ դրանք հաճախ կապ ունեն իրար հետ։ Շատ մարդկանց մոտ այն կարող է առաջացնել բերանի խոռոչի քոր, շուրթերի ու լեզվի թեթև այտուց, իսկ ավելի զգայունների մոտ նույնիսկ շնչառական դժվարություններ։ Ալերգիկ ռեակցիաների հավանականությունը բարձր է հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր ալերգիկ են, ինչպես արդեն նշեցինք, լատեքսի, բանանի կամ ավոկադոյի նկատմամբ, քանի որ այս մթերքներն ունեն ընդհանուր ալերգենային կառուցվածք։ Այդ պատճառով նման խմբի մարդիկ պետք է կիվին փորձեն կամ շատ փոքր քանակով, կամ ընդհանրապես խուսափեն։ Թթվային կազմի պատճառով կիվին վտանգավոր է ստամոքսի որոշ հիվանդությունների դեպքում։ Գաստրիտ ունեցող մարդիկ, հատկապես բարձր թթվայնությամբ, ինչպես նաև խոցի շրջանում գտնվողները կարող են նկատել, որ կիվին ուժեղացնում է այրոցը, ցավը, ծանրության զգացումը և բորբոքային գործընթացները։ Սուր գաստրոէնտերիտի, աղիքային վարակների կամ սննդային թունավորման շրջանում թթվային մրգերը, ներառյալ կիվին, հաճախ ավելի են գրգռում զգայուն լորձաթաղանթը, առաջացնում ցավ, ջղաձգեր և, իհարկե, լուծի ուժեղացում։ Երիկամների քարեր ունեցող մարդիկ կամ դրանց առաջացման հակում ունեցող մարդկանց համար ևս կիվին միշտ չէ, որ անվտանգ է։ Այն իր մեջ պարունակում է օքսալատներ, որոնք կարող են կուտակվել և նպաստել օքսալատային քարերի ձևավորմանը։ Եթե բժիշկն արդեն սահմանափակել է օքսալատներով հարուստ սնունդը, ապա կիվին այդ ցուցակից դուրս չի մնում և պետք է օգտագործվի շատ խիստ չափաբաժնով կամ ընդհանրապես բացառվի։ Մեկ այլ կարևոր կողմն արյան մակարդման հետ կապված խնդիրներն են։ Կիվին ունի արյունն աննշան նոսրացնող հատկություն, ինչն ինքնին վտանգավոր չէ մարդու առողջության համար, բայց կարող է խնդիրներ առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր ընդունում են հակամակարդիչ դեղեր, օրինակ վարկոարին կամ բարձր դեղաչափի ասպիրին։ Նման դեպքում կիվիի ավելցուկային օգտագործումը կարող է ուժեղացնել դեղերի ազդեցությունը և բարձրացնել արյունահոսության ռիսկը։ Ցավ կարող են զգալ նաև լեղապարկի խնդիրներ ունեցող մարդիկ, քանի որ կիվիի թթվայնությունը երբեմն բերում է լեղուղիների գրգռման, իսկ շաքարային դիաբետի դեպքում, թեև կիվին համեմատաբար անվտանգ է իր ցածր գլիկեմիկ ինդեքսով, միևնույն է, չի կարելի անսահմանափակ ուտել։ Դրա բնական շաքարները կարող են բարձրացնել գլյուկոզայի մակարդակը, եթե չափից շատ օգտագործվեն։ Այսպիսով կիվին առողջ մարդու համար հրաշալի միրգ է, բայց որոշ հիվանդությունների դեպքում այն կարող է դառնալ գրգռիչ կամ վտանգավոր։ Ցանկացած նման վիճակում կարևոր է հաշվի առնել սեփական օրգանիզմի արձագանքը, խորհրդակցել բժշկի հետ և հիշել, որ նույնիսկ ամենաօգտակար մթերքը միշտ չէ, որ հարմար է բոլորի համար։ Բայց նշենք, որ կիվին այն քիչ մրգերից է, որոնց օգտակարությունը զգացվում է արդեն առաջին քաղցրաթթու համից։ Մի փոքրիկ պտուղ, բայց իր մեջ պարունակում է ամբողջ մի էներգետիկ ու վիտամինային պահեստ։ Այն համարվում է վիտամին C-ի իրական առաջատարներից մեկը։ Էկզոտիկ այս հատապտուղը վիտամին C-ի պարունակությամբ ուղղակի ռեկորդագիր է։ Այս հարցում առաջատարի դափնին զիջում է միայն սև հաղարջին։ Ընդամենը մեկ հատիկը բավական է օրվա պահանջը լրացնելու համար, ինչն էլ նշանակում է ուժեղ իմունիտետ, ավելի լավ պաշտպանություն վիրուսներից ու արագ վերականգնում հիվանդությունից հետո։ Կիվին հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները վնասատուներից, դանդաղեցնում են ծերացումը և օգնում են մաշկին պահպանել իր թարմությունն ու առողջ փայլը։ Մրգում առկա ակտինիդին ֆերմենտը օգնում է օրգանիզմին ավելի հեշտ մարսել սնունդը, հատկապես սպիտակուցները, ինչի շնորհիվ կիվին հաճախ խորհուրդ է տրվում ճարպային ու ծանր կերակրից հետո։
Մանրաթելերի բարձր քանակը կարգավորում է աղիքների աշխատանքը, նվազեցնում է փքվածության զգացումը, համարվում է բնական միջոց մարսողությունը հավասարակշռելու համար։ Բացի այդ, կիվին հարուստ է կալիումով, մի հանքանյութ, որը պատասխանատու է սրտի նորմալ աշխատանքի և արյան ճնշման կայունացման համար։ Այս մրգի կանոնավոր օգտագործումը կարող է նաև բարելավել քնի որակը։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ քնելուց առաջ 1-2 կիվի ուտելը նպաստում է հանգստի խորացմանը և քուն արտմնի ռեժիմի հավասարակշռությանը։ Կիվին դրական ազդեցություն ունի նաև նյութափոխանակության վրա, թեթևացնելով ծանրության և հոգնածության զգացումը։ Ընդհանուր առմամբ, կիվին համարվում է թարմացնող միրգ, որը միաժամանակ սնում է, պաշտպանում և էներգիա է տալիս օրգանիզմին։ Այն փոքր է, բայց իր արժեքով մեծ, համատեղելով վիտամիններ, հանքանյութեր և իհարկե կենսական ֆերմենտներ։ Վայելելը ոչ միայն հաճելի է, այլ օգտակար՝ ճիշտ չափաբաժնով և կանոնավոր օգտագործման դեպքում։ Նշենք, որ կիվին իջեցնում է արյան ճնշումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2011 թվականին իրականացրած ուսումնասիրության ընթացքում արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց գիտնականներն առաջարկել են օրական 3 հատ կիվի ուտել կամ 1 խնձոր։ Արդյունքում նրանք, ովքեր կիվի էին օգտագործել, արյան ճնշման ավելի ցածր ցուցանիշ էին արձանագրել։ Բարձրացնում է իմունիտետը, բարելավում աչքերի առողջությունը։ Կիվին մեծ քանակությամբ լյուտեին և զեակսանթին է պարունակում։ Դրանք հակաօքսիդանտներ են, որոնք կարող են պաշտպանել տեսողությունը ուլտրամանուշակագույն ճառագայթումից, ծխախոտի ծխից և օդի աղտոտվածության հետևանքով առաջացած վնասվածքներից։ Հակաօքսիդանտները հայտնվում են աչքի ոսպնյակի և ցանցաթաղանթի վրա, կլանում վնասակար ճառագայթները։ Ինչպես արդեն նշեցինք, որոշ մարդկանց հակացուցված է կիվին։ Ուժեղ ալերգեն է, այն օգտագործելիս պետք է զգույշ լինել։ Կիվին նաև մի շարք թթուներ է պարունակում, որոնք կարող են դերմատիտ առաջացնել և վնասել ատամների էմալը։ Դրանց ազդեցությունը կարելի է նվազեցնել կիվիի օգտագործումից հետո բերանի խոռոչը ջրով ողողելով։ Կիվի խորհուրդ չի տրվում ուտել աղեստամոքսային տրակտի փաթոլոգիա, ինչպես նաև երիկամային հիվանդություն ունեցողներին։ Իսկ դուք գիտեք արդյոք ինչպես ճիշտ ընտրել կիվի։ Հասած կիվիի կաշին պետք է լինի հավասարաչափ, շագանակագույն և հարթ։ Պտուղի մակերեսին չպետք է մուգ բծեր և կնճիռներ լինեն։ Մի փոքր սեղմեք պտուղը։ Այն պետք է պինդ լինի, բայց ոչ շատ պինդ։ Եթե սեղմելուց հետո նրա վրա փոսիկ է առաջանում, նշանակում է այն գերհասած է և պետք չէ գնել։ Հաշվի առեք, որ հասած կիվին շատ անուշաբույր է։ Եվ հիշեք, որ մեր տեսանյութերը կրում են բացառապես տեղեկատվական բնույթ և որևէ բժշկական ցուցում չեն պարունակում։ Եթե ունեք առողջական խնդիր, ապա անհապաղ դիմեք բժշկի կամ մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժումը կարող է վնասել ձեր իսկ առողջությանը։ Առողջ եղեք։